Գիրկովսե է, գլուխ 5. Լսեցեք այս, ով քահանաներ, և ականջ դրեք, ով Իսրայելի տուն, և ուշադիր եղեք, ով թագավորի տուն, որ դատաստան կա ձեզ համար, որովհետև դուք որոգայթ եղաք Մասփայում, և տարածված վարմ Թաբորի վրա, և ապականությունով մոլորվողները խորասույս եղան, բայց ես նրանց ամենին պիտի խրատեմ. ես ճանաչում եմ Եփրեմին, և Իսրայելը ծածկված չէ ինձանից, որովհետև դու հիմա շնացար, ով Եփրեմ, Իսրայելը պղծված է, թույլ չեն տալիս նրանց գործերը, որ ետ դառնան իրանց Աստծո մոտ, որովհետև նրանցում շնության հոգի կա, և Տիրոջը չեն ճանաչում, և Իսրայելի հպարտությունը պիտի խոնարհվի նրանց առաջին, և Իսրայելն ու Եփրեմը պիտի գլորվին իրանց անօրենությամբ, Հուդան էլ պիտի գլորվի նրանց հետ, նրանք իրանց ոչխարներովն ու արջառներով պիտի գնան Տիրոջը որոնելու, բայց պիտի չգտնեն, նա քաշվել է նրանցից, նրանք անհավատարմություն արին Տիրոջը, որ օտար որդիներ ծնան, հիմա ամիսը պիտի ուտեն նրանց իրանց վիճակներովը, շեփոր հնչեցրեք Գաբայումը, փող Ռամայումը, բարձրաձայն կանչեցեք Բեթհավանումը, քո ետևիցը, ով Բենյամին, Եփրեմը ամայի պիտի դառնա իր հանդիմանության օրը, Իսրայելի ցեղերումը ճշմարտությունն իմացրի, Հուդայի իշխանները սահմանը փոխողների պես եղան, նրանց վրա պիտի թափեմ ջրերի պես իմ բարկությունը, Եփրեմը ճնշված է և դատաստանով փշրված, որ հոժարակամ գնաց հրամանի ետևիցը, բայց ես ցեցի պես եմ Եփրեմի համար, և ուտիչի պես Հուդայի տան համար, և Եփրեմը տեսավ իր ցավը, և Հուդան իր վերքը, և Եփրեմը գնաց Ասորեստան, և Հարեբ թագավորի մոտ ուղարկեց, բայց նա կարող չէ ձեզ առողջացնել, և չի առողջացնի ձեր վերքը, որովհետև ես առյուծի պես եմ Եփրեմի համար, և առույգ առյուծի պես Հուդայի տան համար, ես պիտի պատառեմ ու գնամ, պիտի տանեմ, և ազատող պիտի չլինի, գնում եմ, ետ եմ դառնում իմ տեղը, մինչև որ իրանց հանցանքը խոստովանեն և իմ երեսը որոնեն, երբ որ նրանք նեղության մեջ լինեն, կանուխ պիտի ինձ դիմեն։